Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Խաչմերուկը։ Յուրաքանչյուր շաբաթ ես ձեզ ներկայացնում եմ համայնքում կանալիք հետաքրքիր մշակութային իրադարձությունները եւ դեկտեմբերի 8-ը բացառություն չէ, գեղեցիկ համերգ է նախապատրաստվել, վստահ եմ, որ շատ մեր հայրենակիցները կուրախանան, որովհետեւ սիրված երգիչ, ազգագրական երգերի երգիչ Ներսիկ Իսպիրյանը Glendale Presbyterian եկեղեցում ունենալու է մենահամերգ։ Այն կանալու է դեկտեմբերի 8-ին եւ հենց այդ առիթով ինձ հետ աղավարում է համերգի հովանավոր Մայք Մայիս Կարիբյանը։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Խաչմերուկը, իսկ ինձ հետ տաղավարում է անշարժ գույքի եւ ապահովագրության ոլորտում մասնագետ Մայք Կարիբյանը, ով հանդիսանում է Ներսիկ Իսպիրյանի համերգի հովանավոր։ Ողջույն Մայիս։ Ողջույն Սվետլանա։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մի քիչ անսպասելի էր տեսնել քեզ որպես հյուր այս համերգի շրջանակներում, բայց միևնույն ժամանակ նաեւ ճանաչելով քեզ որպես անձնավորություն, գիտեմ ինչքան շատ ես սիրում ներգրաված լինել նման ազգանվեր գործերին, հայապահպան գործերին եւ ահա սա բարեգործական համերգ է, անպայման նշենք այդ մասին եւ հենց դա միգուցե առիթ հանդիսացավ, որ հովանավորության ցանկություն լինի։ Այո, ես նախ առաջինը նորից ուրախ եմ քո հաղորդմանը ամեն անգամ մասնակցելու, ինձ պատիվ եմ համարում, շատ հետաքրքիր անցնում, այնպես որ շնորհակալություն ինձ ընդունելու համար։ Այո, բացի իմ մասնագիտությունից ես տարիները արդեն տարբեր ծրագրեր հովանավորել եմ եւ ուրախ եմ, որ կարողանում եմ Աստված ինձ օրհնել է, որ կարողանամ ուրիշներին է որոշ այսպիսի աջակցել եւ օգտակար լինել։ Փաստորեն համերգը տեղի ունենալու դեկտեմբերի 8-ին Glendale Presbyterian եկեղեցում է համերգը, երեկոյան ժամը 7-ին եւ կքաջալերեմ, ովքեր նայում են այս հաղորդումը, անպայման կքաջալերեմ գաք, որտեվ համերգը ունի շատ հետաքրքիր իմաստ, այսինքն իր ամբողջ հասույթի մի մասը բարեգործական ծրագրերի է ծառայելու, իսկ կոնկրետ արդեն հայտնի է ինչ նպատակով։ Օրինակ ծրագրերից մեկը իհարկե ոչ ամեն ինչ այս պահին կարող եմ ասել, բայց մեկը որ ուզում եմ նշել, նոր տարուն փոքր երեխաներին նվերներ են տալու, իհարկե այն երեխաները, ովքեր միգուցե ծնողներ չունեն կամ գիտեմ որ այդպիսի հետաքրքիր։ Այո, իսկապես համերգը նոր տարվա նախաշեմին է, այսպես ասենք, դեկտեմբեր արդեն սկսել ենք համայնքում հիանալի միջոցառումներով, մեկը մեկից գեղեցիկ միջոցառումներ են, բայց հենց այս համերգը ունի իր հատուկ լսարանը, որովհետև գիտեմ, որ մենք այդ օրը վայելելու ենք հայկական, ազգագրական, հայրենասիրական երգեր եւ լցվելու ենք այսպես հայկական ոգով, ել ավելի շատ ունենք այս պայն տեսանյութ դիտենք։ Հաշվիդայի գանասարեր ու զորերը թուրքին չամանա մեր պապական հողերը Հաշվիդայի գանասարեր ու զորերը թուրքին չամանա մեր պապական հողերը Եկել է ժամը, որ ամենը մեկը պատասխան տա Քաջերս կյանք են տվել, որ հային բախտը ժպտա Եկել է ժամը, որ ամենը մեկը պատասխան տա Քաջերս կյանք են տվել, որ հային բախտը ժպտա Պապերի սուրբ հոգու առաջ պիտի տանք պատասխան Մեր թորներին ասենք որ ունենք ծովի սով Հայաստան Մեր պապերի սուրբ հոգու առաջ պիտի տանք պատասխան Մեր թորներին ասենք որ ունենք ծովի սով Հայաստան Գտվող երգիրը, ենտեղի խաչքարերի վրա իգիրը, հելև
ասենք որ ունենք ծովից ծով Հայաստան մեր պապերի սուրբ ոգու առաջ պիտի տանք պատասխան մեր թորներին ասենք որ ունենք ծովից ծով Հայաստան Հոգու առաջ պիտի տանք պատասխան մեր թորներին ասենք որ ունենք ծովից ծով Հայաստան մեր պապերի սուրբ հոգու առաջ պիտի տանք պատասխան մեր թորներին ասենք որ ունենք ծովից ծով Հայաստան մեր պապերի սուրբ հոգու առաջ պիտի տանք պատասխան մեր թորներին ասենք որ ունենք ծովից ծով Հայաստան մեր պապերի սուրբ հոգու առաջ պիտի տանք պատասխան մեր թորներին ասենք որ ծովից ծով Հայաստան Ծովից ծով Հայաստան իսկապես աշխարհասփյուր հայության մեծագույն երազանքն է, որը որ հուսանք մի օր անպայման կատարվելու է դեկտեմբերի 8-ին սիրելի հեռուստադիտողներ Ներսիկ Իսպիրյանի մենահամերգն է սպասվում Գլենդելում եւ ինձ հետ տաղավարում է համերգի հովանավոր Մայիս Կարիբյանը եւ այսպես Մայիս ինչպես կարող են ձեռք բերել տոմսերը մեր հեռուստադիտողները Մեծ սիրով թիկետները կարող եք ձեռք բերել ticket.com-ով այնտեղ կարող եք բան անել եւ կքաջալերեմ իրոք եկեք ընտանիքով շատ հետաքրքիր համերգ է լինելու եկեք մասնակցեք եւ այսպիսի համերգները իրոք օգնում է որ մենք մեր հայ արմատները չմոռանանք ես ունեմ 2 երեխա 2 աղջիկ եւ անպայման ընտանիքով գալու եմ եւ կուզեմ իմ ընտանիքը հայ արմատները չմոռանա եւ լսի հայկական ազգային երաժշտություն գնահատի մեր երաժշտություն եւ երգեր, որոնց մեջ նաեւ հայոց պատմությունն է։ Այս ազգագրական երգերի առանձնահատկությունը հենց դա է, որ երգերը լսելով երեխաները որոշ չափով մեր հերոսների հետ են ծանոթանում, պատմության հետ են ծանոթանում, ոչ միայն երաժշտության եւ երգի հետ։ Եվ ես կուզեմ նաեւ քաջալերել, ինչպես ես իմ մի փոքր մասնիկն եմ բերում այս համերգին, կքաջալերեմ նրանք, ովքեր կկարողանան սպոնսորի կարգով, թե օգնության կարգով անպայման կապնվեք եւ օգտակար եղեք այս հետաքրքիր համերգին։ Ահա, ուրեմն փաստորեն հնարավոր է նաեւ քաջալերել հովանավորության տեսքով այս համերգին, դեռևս ժամանակ կա, շտապեք սիրելի հեռուստադիտողներ, թե ցանկացողներ, ովքեր կուզենան հովանավոր լինել եւ ինչպես նաեւ բոլոր նրանք, ովքեր ուզում են մասը կազմել այս գեղեցիկ համերգի, ներկա գտնվել ընտանիքներով եւ վայելել ազգագրական երաժշտություն։ Այս պահին կարճ դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք զրույցը։ Երկասուշտա հայքաջերին, որտեղ կան Դեկտեմբերի 8-ին ժամը 7-ին Ներսիկ Իսպիրյանը սիրով հրավիրում է ձեզ ներկա գտնվելու իր մենահամերգին սիրված երաժիշտներին եւ Լիլիա Մարգարյանի պարային համույթի մասնակցությամբ։ Հատուկ նվերներ այն ներկաներին, որոնց ծննդյան օրն է, սպասվում է թեժ երեկո։ Շտապեք, տոմսերը սահմանափակ են։ մոռանա, թե որ հայ սայմանա Սիրելի հեռուստադիտողներ, Խաչմերուկում ես շարունակում եմ իմ հարցազրույցը վերաբերյալ դեկտեմբերի 8-ին կայանալիք գեղեցիկ համերգային ծրագրից Ներսիկ Իսպիրյանի մենահամերգն է տեղի ունենալու դեկտեմբերի 8-ին շաբաթ օրը երեկոյան ժամը 7-ին Glendale Presbyterian եկեղեցում, սա բարեգործական գեղեցիկ համերգ է, ազգային ազգագրական երգերի երեկո, եւ հենց այդ առիթով ինձ է տաղավարում իմ հյուրը Մայիս Կարիբյանն է, ով հանդիսանում է անշարժ գույքի եւ ապահովագրության ոլորտում մասնագետ։ Եվ նա նաև հովանավորն է այս գեղեցիկ համերգին։ I'm Mike Caribbean. I'm an insurance agent for last 15 years. I've been doing insurance since 2002. So when it comes to buying insurance, it's important who you're working with. And I can help you
because I have 15 years of experience helping many clients achieve their financial goals when it comes to life insurance, health insurance, and retirement planning. You can visit my website, myismycaribbean.com, where you can see all the services that I provide and I help. I'm very excited because recently I added new service in my business, which is real estate. So those of you who are in the market to buy or sell a real estate, you can also contact me and I'll be happy to help you with my experience. From my website, you can also contact me through an email and I'll be happy to reply to you and get back to you any questions you have. At the same time, you can request a quote for any service that you're looking for. Thank you for watching this video. Please go ahead and subscribe my YouTube channel. You can follow me on Facebook, Instagram, LinkedIn, and Twitter. Have a good one and take care, everyone. Ահա, սիրելի հեռուստայտողներ, Մայք Կարիբյանն է իմ հյուրը։ Մայիս, քանի որ սա ազգագրական երգերի երեկո է, ինձ հետաքրքիր է առհասարակ ինչ է քեզ համար այսպես ազգանվեր մարդը, հայասեր մարդը իր կոմպլեքսով։ Այո։ Քանի որ արդեն տարիներ է բնակվում եմ Ամերիկայում, արդեն 19 տարի, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է իր արմատները ամուր պահի եւ այսպիսի ծրագրերը քեզ, այսպես ասած, ոգևորում է, թարմացնում է քո հայ մնալը, քո արմատները չմոռանալը եւ մինչեւ լավ հայրենասեր լինելը կարծում եմ յուրաքանչյուրս պետք է լինենք լավ անձնավորություն, լավ ընտանիք կազմենք, որտեղ ամեն ինչ հենց այդտեղից է սկսում։ Ասում են, չէ, յուրաքանչյուր ազգում, յուրաքանչյուր մշակույթում այդ ասույթի թարգմանությունները կա, որ լավ ամուր ընտանիքը դա ամուր հասարակության հենց կորիզն է, այնպես որ ամեն ինչ սկսվում է հենց ամուր ընտանիքից եւ այսպես հիմա լավ ընտանիքով լավ ժամանակ անցկացնելու, լավ երաժշտություն լսելու հիանալի առիթ է դեկտեմբերի 8-ը։ Եվ քաջալերում եմ յուրաքանչյուրը ձեր ընտանիքների հետ եկեք այս հիանալի տոները, որ արժևում են, մասնակցեք, support արեք եւ նրանք, ովքեր կուզեն գործնական օգտակար լինել, կքաջալերեն, որ միանաք այս հետաքրքիր համերգին։ Ահա, իսկ այն երգով, որը շատ շուտով լսելու ենք մեր եթերում, հենց Ներսիկ Իսպիրյանն էլ քաջալերում է մեզ բոլորիս, որ հայ մնանք, պահպանենք մեր ազգային արժեքները։ Այո։ Դիտենք տեսահոլովակը։ Մայրողի ուժն է արկայծում մեր սրտերի մեջ, Սուրբ նախնիների անմահ ոգիները, անպարտելի ուժ մեզ են զորակցում։ Հայկի անունով իր սերունդը կոչվեց Հայկազունգ, իսկ երկիրը Հայք, Հայաստան։ Երկս ուշտա հայքաջերին, որտեղ կանգնեն մայր հողին, նպատակն է ողջայության կերտել հզոր Հայաստան, նպատակն է ողջայության կերտել հզոր Հայաստան, թե որ հայ ես հայ մնա, օտար երկիր մի գնա, հայրենիքն մի մոռանա, թե որ հայ ես հայ մնա, թե որ հայ ես հայ մնա, օտար երկիր մի գնա, հայրենիքն մի մոռանա, թե որ հայ ես հայ մնա։ Ջերմակել է Մասիսը մեր, այս տարավոր մեծ դարդից, հայը հոգով ցավ է քաշել, երբ խոսել է Մասիսից։ Ջերմակել է Մասիսը մեր, այս տարավոր մեծ դարդից, հայը հոգով ցավ է քաշել, երբ խոսել է Մասիսից։ Թե որ հայ ես հայ մնա, օտար երկիր մի գնա, հայրենիքն մի մոռանա, թե որ հայ ես հայ մնա, թե որ հայ ես հայ մնա, օտար երկիր մի գնա, հայրենիքն մի մոռանա, թե որ հայ ես հայ մնա։
թե գիտնական թե սորավար հայկամ են երկարում ասված եղիր ասկի սատար որ շուտ դառնան դեպիտում թե գիտնական թե սորավար հայկամ են երկարում ասված եղիր ասկի սատար որ շուտ դառնան դեպիտում թե որ հայես հայմանա օտար երգիրը մի գնա հայրենիք մի մոռանա թե որ հայես հայմանա թե որ հայես հայմանա օտար երգիրը մի գնա հայրենիք մի մոռանա թե որ հայես հայմանա 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 թե որ հայես հայմանա օտար երգիրը մի գնա հայրենիք մի մոռանա թե որ հայես հայմանա թե որ հայես հայմանա օտար երգիրը մի գնա հայրենիք մի մոռանա թե որ հայես հայմանա թե որ հայես հայմանա օտար երգիրը մի գնա հայրենիք մի մոռանա թե որ հայես հայմանա թե որ հայես հայմանա օտար երգիրը մի գնա հայրենիք մի մոռանա թե որ հայես հայմանա Երկս ուշտա հայքաջերին, որտեղ կան Դեկտեմբերի 8-ին ժամը 7-ին Ներսիկ Իսպիրյանը սիրով հրավիրում է ձեզ ներկա գտնվելու իր մենահամերգին սիրված երաժիշտներին եւ Լիլիա Մարկարյանի պարային համույթի մասնակցությամբ։ Հատուկ նվերներ այն ներկաներին, որոնց ծննդյան օրն է, սպասվում է թեժ երեկո։ Շտապեք, տոմսերը սահմանափակ են։ մոռանա, թե որ հայես հայմանա Ահա, սիրելի հեռուստայտողներ, օրինակ գովազդային հոլովակից ինձ շատ հետաքրքիր դարձավ, թե ինչպես պետք է հայտնեք, թե ում ծննդյան օրն է այդ օրը, որպեսզի արժանանաք ձեր նվերներին։ Դու գիտես մայիս այդ Ես մասին։ գիտեի այդ մասին եւ նրանք ում ծնունդը լինելու է հետաքրքիր սուրպրայզ է լինելու հենց Ներսիկի կողմից։ Սիրելի հեռուստայտողներ, այնպես որ ում ծնունդն է որ դեկտեմբերի 8-ին, էլ ավելի այսպես տրամադրված ներկա գտնվեք այս գեղեցիկ համերգին։ Դե ինչ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, մայիս այսքանն էր ցավոք Ես սրտի եմ մեր շնորհակալ եթերաժամը։ եւ հույսամ շատերը գալու են եւ իրոք իրենց մասնակցությունն են բերելու այս հիանալի համերգին, որ դեկտեմբերի 8-ին է։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, որովհետև տեղերը սահմանափակ են, եկեղեցում է համերգը կայանալու, բնականաբար շատ արագ են սպառվում տոմսերը, Ներսիկ Իսպիրյանի երկրպագուների բանակը գլենդելում այսպես անթիվ է, այնպես որ վստահ եմ, որ շատ արագ պետք է տոմսերի համար զանգահարեք սիրելի հեռուստայտողներ, թիքետ միքետ։ Դե ինչ այս շաբաթվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հաջողություն։